Հովհաննես Թումանյան, Կիկոսի մահը։ Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են 3 աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուր է ղրկում, այս աղջիկը կուժն առնում է, գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի մեծ բարձր ծառ է լինում, այս ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում։ Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս, Կիկոսը գա այս ծառին, բարձրանա ու վեր ընկնի, քարավը դիպչի մեռնի։ Վայ Կիկոս ջան, վայ, տեղն ու տեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ հանել։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը Պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մեր սպասում է, տեսնում է չեկավ, միշնեք աղջկան է ղրկում, ասում գնա մի տես քույրդ ինչի ուշացավ, միշնեք աղջիկն է գնում, մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է, ձենն ավելի է բարձրացնում։ Արի անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ, ինչ Կիկոս, բա չես ասիլ, գնացի մարդի, ունեցա որդի, գդակը Պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ Կիկոս ջան, վայ, գոռում է միջնեք քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում է միասին սուգ հանել։ Մերը սպասում, տեսնում է չեկան։ Պստիկ աղջկան է ղրկում, ասում է. Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին, ետ չեկան։ Հիմի պստիկ աղջիկն է գնում է տեսնում 2 քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։ Քանչի եք լացը լնում, մեծ քույրը թե բա չես ասիլ։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը Պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, վայ քուք մորքուրին Կիկոս ջան, վայ։ Սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձենձենի տալիս, մեր սպասում, տեսնում է աղջիկները չեկան։ Ինքն է գնում, հեռվից իրենց մորը տեսնում են, թե չէ 3 աղջիկն էլ կանչում են։ Արի անբախտ տատի, տես թորանդ գլուխն ինչ է եղել։ Ինչ թորայ աղջիկերք, ինչ է պատահել։ Մեծ աղջիկը թե բա չես ասիլ այ մեր։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը Պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, վայ քորանան քո տատի աչերը Կիկոս ջան։ Մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում են նրանց հետ սուգ հանել։ Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների հետևից ու սա էլ չեկավ։ Ասում է մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար հետևից մնացին աղբրմը։ Վեր է կենում գնում։ Կնիկն ու աղջիկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են, թե չէ, ձեն են տալի։ Արի անբախտ պապի, արի տես քո Կիկոսի գլխին ինչ է եկել։ Վայ քո Կիկոսին։ Ինչ Կիկոս, ինչ եք ասում։ Մեծ աղջիկը թե չես ասիլ այ հեր։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը Պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ Կիկոս ջան, ծնկներն տալիս են, սուգ հանում են։ Մերն ու աղջիկերքը։ Սրանց միջի խելոքերն է լինում, ասում է. Այ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ հանեք, ինչքան էլ լաց լեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի, վեր կացեք եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք շամու պատարակ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ինչ պետք է անենք, աշխարհի կարգ է, ինչպես է եկել, ինչպես էլ պետք է գնա, դու մի ասիլ, սրանց ունեցած չունեցածը 4 օտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։ Գալիս են ես եզը մորթում ես, ես մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում։ Ժամու պաթարակ են անում, Կիկոսի քելեղն ուտեցնում, որ նոր հանգստանում են։